Այսօր մեր տաղավարում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Պարոն Սուրենյանց, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, վերջերս տեղի ունեցավ հայտնի գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքների Երևանում եւ իշխանամերձ շրջանակները դրան շատ մեծ նշանակություն եւ կարեւորություն տվեցին, ասելով, որ Հայաստանը դառնում է շատ կարևոր աշխարհքաղաքական նույնիսկ կենտրոն։ Եվ դրանից հետո այդ գագաթնաժողովից հետո տարբեր բարձրաստիճան քաղաքական լիդերների այցերից հետո մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցից հետո Թուրքիայի փոխնախագահ, Անգլիայի վարչապետ եւ այլ պաշտոնատար անձանց այցից հետո նրանք ասեցին, որ մեր անվտանգային, այսպես ասած, պատնեշը ավելի մեծացավ եւ Հայաստանը շատ ավելի կարեւորվեց աշխարհում։ Համաձայն եք այդ մոտեցմանը, թե ոչ։ Տեսեք, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը անկարևոր իրադարձություններ չեն, երկու բայց հաշվի առնելով։ Առաջին բայցն այն է, որ բացարձակապես թայմինգը հարմարեցված էր Նիկոլ Փաշինյանի նախընտրական օրակարգին, այսինքն այստեղ իշխանության դարդուցավը ոչ թե Հայաստանին առնչվող ինչ-որ օրակարգի քննարկումներ, այլ PR ակցիան, որը պիտի ծառայեցվեր Նիկոլ Փաշինյանի նախընտրական կամպանիային։ Առաջին սա էապես նսեմացրեց այդ գագաթնաժողովների նշանակությունը, որովհետև մենք տեսանք անթաքույց պաշտպանություն Նիկոլ Փաշինյանին, այն աշճանի, որ դա հաստատ ցինիզմի, մանավանդ հետո այդ աջակցություններից հետո մեկնաբանությունները, օրինակ Մակրոնը բացահայտորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, հետո ասում է սա աջակցություն է, ոչ թե ռուսական միջամտության նման։ Սա ցինիզմ է, երկակի ստանդարտի շահագործում է, որ իրականում հասարակության մոտ թուլացնում է վստահություն ընտրական ինստիտուտների նկատմամբ, որտեղ միջամտություն է։ Դու միջամտում ես ինքնիշխան երկրի ներքին գործերին, դա չես անում ինչ-որ արժեքային նկատառումներից ելնելով, դա չես անում ինչ-որ ժողովրդավարություն պաշտպանելու նկատառումներից ելնելով, նման բան գոյություն չունի։ Ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն ունի շահերը, դրա համար էլ միջամտում է, այսինքն Նիկոլ Փաշինյանը իրենց հարմար է միջամտում են աջակցելու նպատակով։ Այսինքն դա գեղեցիկ ձևակերպումների տակ միջամտությունը փորձել արդարացնել, սա ցինիզմ է։ Երկրորդը, այս գագաթնաժողովը, դրանցում հնչած հայտարարությունները եւ ընդունված հռչակագիրը Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի ցավոք սրտի գեղեցիկ խոսքերի, նախադասությունների, բաժակաճառերի հավաքածու էր, առանց Բրյուսելի որևէ հանձնառության։ Օրինակ, 44 կետանոց հռչակագիր ընդունվեց։ Որևէ կերպ այդ հռչակագիրը չի մոտեցնում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։ Բրյուսելը որևէ հանձնառություն այս հարցում չի ստանձնում։ Հանձնառություն ստանձված չի անգամ վիզաների ազատականացման հարցում։ Հիշում եք, չէ՞, իշխանության ռոպագանդան ինչ էյֆորիկ տրամադրություններ էր սնուցում հասարակությանը, որ հեսա կգան վիզաների ազատականացման հարցում շրջադարձային հաջողություն կունենանք եւ այլն, 23-րդ կետը 44 կետանոց հռչակագրի վերաբերում էր այդ խնդրին։ Ու մենք չենք տեսել որևէ էական առաջընթաց։ Սա երկու։ Ֆինանսական աջակցության նոր փաթեթ Եվրամիությունը նույնիսկ չառաջարկեց Հայաստանին։ Էլի խոսվեց այն 2.5 միլիարդ եվրոյի մասին, որը խոստացել էին դեռևս 2-3 տարի առաջ, անհասկանալի է այդ գումարի որ մասն արդեն տրված Հայաստանին, կամ տրված է թե ոչ, կամ ինչ ծրագրերի վրա է ծախսվում եւ այլն։ Բայց մնաց խորը նստված առանց առարկայական արդյունքի։ Հայաստանը վերածվեց պրոքսի պատերազմի տարածքի, որտեղ եթե Եվրամիությունը Ռուսաստանի հետ իր հակադրությունը բերում է Հայաստանի տարածք, ակնհայտորեն մենք պիտի սպասենք Ռուսաստանի հակաքայլերին կամ հակարտեցությանը։
աշխարհաքաղաքական որևէ կենտրոն չի հանդուրժի, որ իր քթի տակ իր կենսական շահերը տրորվեն։ Նկատի ունեք Մեդվեդևի, հա, երևի այո, Մեդվեդևը ես չեմ կարծում ռուսական այն պաշտոնյանը, որի արձագանքը ճշգրտորեն արտացոլում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, այնտեղ դերաբաշխում կա, Մեդվեդևին ամենևին էլ չի կարելի այդ դերը վերագրել, բայց ավելի լուրջ փորձագետների կարծիքներ են հնչել, այսօր ԱԳՆ-ն արդեն ինչ-որ կարծիքներ հնչեցրեց, կասկած չկա, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները թևակողել են մի փուլի, որը խորքային ճգնաժամի դրսևորում է։ Դա սկզբում տեղեկատվական բաղադրիչով կարտահայտվի, հետո գուցե առևտրային պատերազմի նշաններ մենք տեսնենք եւ այլն եւ այլն։ Ցանկացած կայսրություն չի անդուրժում, որ իր քթի տակ անտեսվեն իր շահերը։ Այդպիսին է նաեւ Միացյալ Նահանգները։ Որում այդտեղ մի ամբողջ դոկտրին կա այդ մասին, Մոնրոյի դոկտրինը, ընդունված 1823 թվականին։ Այդ ձեզ մեր հերոստատիտողին ինչ է թվում, դեմոկրատիայի պաշտպանության շարժարիթով Թրամփը առևանգեց Մադուրոյին։ Թե Կուբայի ներքին գործերին են միջամտում, անուն դեմոկրատիայի, թե Պանամայի հակաչինական քաղաքականությունն է դեմոկրատիայի խրախուսման ուղղված։ Նույն երևույթի հետ գործ ունենք։ Ճիշտ նույն երևույթի, երբ որ Ռուսաստանը չհանդուրժեց իր կենսական շահերի տրորումը Ուկրաինայում, Վրաստանում եւ այլն։ Հայաստանի տնտեսական կայունության հիմքը ռուսական համեմատաբար էժան գազն է, որ մեզ մատակարարվում է։ Շուկայական գների համեմատ էժան։ Պատկերացրեք, օրինակ Պուտինը օգտվի Թրամփի սիրած գործիքից։ Թրամփը նույնիսկ իր դաշնակից երկրների հետ, երբ որ պրոբլեմա ունենում, առևտրային պատերազմի գործիքներից մեկն է, չէ՞ օգտագործում մաքսատուրքերի բարձրացումը։ Նույնիսկ Իսպանիայի հանդեպ, հա, որ ՆԱՏՕ-ի գծով Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Մենք ենթադրում, որ Ռուսաստանը չի փոխելու Հայաստանի հետ վարվող տնտեսական հարաբերությունների փիլիսոփայություն, ասենք չի բարձրացնելու գազի գինը։ Ասում են, պարոն Սուրենյանց, այ գազի գնի մասին խոսեցիք, ասում են դե Ռուսաստանը բարձրացնի, ինչ որ գազի հարցերում խնդիրներ ստեղծի, Իրանից կվերցնենք, չգիտեմ, Թուրքմենիայից կվերցնենք, ավելի էժան կվերցնենք։ Ավելի էժան չի, ոչ։ Հա, կա այդպիսի ձև։ Կանչեք տնտեսագետների, ես մի քանի տնտեսագետի հետ եմ զրուցել, շատ կոմպետենտ։ Կանչեք տնտեսագետների եւ հարցրեք։ Բոլորը միաբերան ձեզ կասեն, որ Իրանի գազը շատ ավելի թանկ է նստելու։ Իսկ ասենք Թուրքմենիայի կամ շատ ավելի թանկ, որտեղ ավելի հերվից է գալիս։ Սա մեկ, երկրորդը իսկ ով ասեց, որ եթե դու Ռուսաստանի հետ հարաբերությունները այդ կարգի փչացնում ես, Իրանը շատ մեծ հակվածություն է ունենալու քո հետ այդ կարգի հարաբերություններ խորացնելու։ Հասկացա։ Այսինքն Ռուսաստանը Իրանին կդրթի, լսես, ասում են նույնիսկ Ադրբեջանից գազ կբերենք, բայց դա գիտեք, չէ, ադրբեջանական ենթապետություն դառնալու ամենակարճ ճանապարհներից մեկն է, որովհետև այս բոլոր կախվածություններին, որ ունենք Ադրբեջանից, ավելացնելու ես նաև էներգետիկ կախվածությունը։ Մենք շատ լավ գիտենք, չէ, ոնց օրինակ Ադրբեջանը անջատեց Արցախին մատակարարվող գազը։ Եվ այլն, հիմա չեմ ուզում մեր հեռուստադիտողին շատ բան հիշեցնել։ Գիտեք, ցանկացած պետություն իհարկե ինքն է որոշում իր քաղաքականությունը, բայց ցանկացած պատասխանատու իշխանություն ազատ լինելով քաղաքականությունը որոշելու հարցում պարտավոր է այդ քաղաքականության բոլոր հետևանքները հաշվարկել, ռիսկերը։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, պատրանքներ չեն, երևակայություն չի։ Գոնե մեր հանրության մի որոշակի մասի մեջ կարողացել են ներարկել այն մտածողությունը, որ իհարկե կարողացել արդեն միաբևեռ կախվածությունից, մասնավորապես Ռուսաստանից միաբևեռ կախվածությունից արդեն բազմաբևեռ կախվածությունների դու հիմա շատ կախյալ վիճակ։ Նախ այդ միաբևեռ կախվածությունը Ռուսաստանից մեղմ ասած չափազանցված է։ Կներեք, Ռուսաստանը զենքերը չտվեց, փողերը ուղարկեցին։ Ենթադրենք այդ պսևդոարևմտամետների բոլոր ասածները Ռուսաստանի ոչ բարեխիղճ դաշնակից լինելու մասին ճիշտ են։ Ես փաստարկների մի մասը անշուշտ ճիշտել են։ Ենթադրենք ճիշտ են ամբողջությամբ։
Չեմ էլ ուզում բովանդակային պոլեմիկայի կամ վեճի մեջ մտնել։ Արդյոք դա պատճառ է, որպեսզի առանց այլընտրանքային անվտանգության երաշխիքներ ստանալու դու սենց խորը հակադրության մեջ մտնես Ռուսաստանի հետ։ Ասում եմ, ենթադրենք այդ փաստարկները ճիշտ են։ Անպայման դրա հետևությունը առանց անվտանգության երաշխիքներ ստանալու Ռուսաստանի հետ փաստացի հակադրության ռեժիմի մեջ մտնելն է։ Կամ ԿՊԵ-ականների ազգային արժանապատվությունը զարթում է միայն Ռուսաստանի հետ հարաբերություններով, այդ որ Ալիևը օրը 10 անգամ իրանց ստորացնում է, առանձին ու խմբակային։ Այդ ժամանակ իրանց ազգային արժանապատվությունը չի զարթում, թե Ալիևից ստորացվել է իրանց ծնուցումը։ Հասկանում եք, երբ որ մարդը ինքնիշխանության ազգային արժանապատվության մասին է խոսում, իրան չպետք է հետաքրքրի որտեղից են իրան նվաստացնում։ Չէ՞։ Նույնիսկ տեսակապով հյուրընկալվեց Երևանի գագաթաժողովին, եվրոպացիների մասնակցությամբ նույնիսկ ինքը իր բոլոր թեզերը լեգիտիմացրեց։ Ալիևը։ Բայց այստեղ էլ իշխանությունը արդարացման ինչ-որ չէ, բաներ կարող է ունենալ, որ ասելով, որ տեսեք, Եվրոմիությունը որոշակի բանաձևեր է ընդունում, որոնք Ադրբեջանի քիմքին հաջող չեն։ Նախ Եվրախորհրդարանն Եվրախորհրդարանը, որ ընդունած բանաձևերը իմպերատիվ ուժ չունեն։ Երկրորդը Եվրամիության վրա, Եվրամիության գործադիր մարմինների վրա այդ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը քաղաքականության որևէ ազդեցություն չունեն։ Եվ երրորդը, իսկ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի այդ բանաձևերից օգտվելու։ Բայց երբ որ Եվրախորհրդարանին եւ առնվազն հայության Արցախյան հատվածին այդ նույն գագաթաժողովում տեսակապով թիրախավորում էր Ալիևը։ Օրինակ Ռոբերտա Օցելան հակադարձեց Եվրախորհրդանի նախագահը։ Նիկոլ Փաշինյանը thank you ասեց եւ իր անհակ ցանկությունը հայտնվել Բաքվում հյուրընկալվել։ Ավելին ասեմ, այս գագաթաժողովի շրջանակներում, եթե չեմ սխալվում, Մակրոնի հետ համատեղ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի արտառոս միտք է հայտնել։ Սա առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի խոսույթները դարձել են նույնական։ Սա ասում այն դեպքում, երբ որ բանտում 2 տասնյակ ռազմագերիներ ունենք, երբ որ Ադրբեջանը օկուպացված է պահում մոտ 200 դեռ ավելի քառակուսի կիլոմետր տարածք, երբ որ Ադրբեջանը պարտադրում է փոխել սահմանադրություն եւ այլն եւ այլն։ Սա խաղաղություն չի։ Սա ադրբեջանական վասալիտետի բոլոր պայմանների աննախադեպ ընդունումը, անվերապահ ընդունումը։ Սա ինչ կապ ունի խաղաղության հետ։ Մակրոնի արտահայտությունների մեջ տեսնում եք որոշակի վտանգներ կապված մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների սրացման, հնարավոր սրացման երկիր ենք մենք, գլուխ են չէ գովում։ Ասում են մենք ինքնիշխան երկիր, աննախադեպ ինքնիշխանություն ունենք։ Շուտ հեքիաթներ են պատմում բան։ Լավ ձեզ ուրիշ բան ասեմ։ Երրորդ երկիրն ով է, որ դի որոշի Հայաստանում ռուսական բազաներ լինեն, թե չէ։ Էդ է ինքնիշխան պետություն։ Բա Մակրոնի ասած ռուսական արբանյակ հանդիսացող Հայաստանին ինչ-որ մեկը կարող էր արգելել, որ սեպա ստորագրեն։ Ստորագրել է, չէ, Սերժ Սարգսյանը։ Բա որ ռուսական արբանյակ էր, այդ սեպան ոնց էր ստորագրվում։ Կամ ռուսների հետ բարեկամության մեծ պայմանագիր կնքած Լևոն Տեր-Պետրոսյանին կարող է Ռուսաստանը արգելել պետական այցով Սպիտակ տուն մեկնել։ Ոնց որ չի բռնում ռուսական արբանյակի մասին Մակրոնի տված գնահատականը, կամ որ ռուսական արբանյակ էր Հայաստանը։ Մակրոնի 3 նախորդները, Ֆրանսիայի 3 նախկին նախագահները ինչ են ժամանում Հայաստան պետական այցով։ Գիտեք, մեկը կար
Պրահի քառակոմ հայտարարության քավորներից մեկը Շարլ Միշելը, որ իր շատ վատ դերակատարություն ունեցավ, այսօր ոչ մեկից չենք էլ կարող այդ մարդուն գտնել, որովհետև վաղուց Եվրախորհրդի նախագահի պաշտոնը չի զբաղեցնում։ Թոշակի անցել։ Հիմա նույնը մի տարի հետո Մակրոնի հետ է լինելու։ Ես շատ գնահատում եւ թանկ եմ համարում հայ-ֆրանսիական հարաբերությունները, մենք իսկապես բարեկամական երկրներ ենք, բայց ցավով ուզում եմ արձանագրել, որ Մակրոնը եւ Փաշինյանը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գլխավոր թշնամիներն են։ Իրենք այդ process-ում սպասարկում են իրենց երկուսի քաղաքական ինչ-որ շահեր հետաքրքրություններ, որոնք ոչ մի կապ չունեն, գոնե Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունեն։ Այ պարոն Սուրենյանց, մի անցում կատարենք։ Եթե այս տնտեսական, Ռուսաստանը որոշակի տնտեսական խնդիրներ ստեղծեց, մեր կողմից հնչող որոշակի քաղաքական խուսույթի, որոշակի դիրքորոշումների ի պատասխան, կարող է մանավանդ այս գագաթնաժողովից հետո Եվրոմիությունը, եվրոպական համայնքը լավ իմաստով այլընտրանքներ առաջարկել, տնտեսական այլընտրանքներ, ասենք Հայաստանի համար, ջերմուկը սպառելու, կոնյակները սպառելու, սիրատոչոր կարտասվեն, ահա, զորակցության ջերմ խոսքեր կհղեն բազմաչարչար հայ ժողովրդին ու բրիտանական վարչապետներից մեկի հայտնի արտահայտությունը մտքում կունենա կամ այլաբանորեն կձևակերպեն, որ իրենց նավերը մեր լեռները չեն կարողանում բարձրանալ։ Լավ, ինչքան կարելի է պատմությունից դասեր չքաղել։ Ենթադրենք Ֆրանսիան ուզում է մեզ օգնության հասնի։ Որ տարածքով է օգնության հասնելու, կարող եք ինձ հուշել։ Օդային երևի բնակարար։ Որ երկրի տարածքով պիտի անցնի։ Դե քանի որ իրենք ասեն, ասենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ արդեն Հայաստանը ունի նորմալ հարաբերություններ, կարող են նաև Թուրքիայի, Ադրբեջանի տարածքով, կարող են այդպես։ Այսինքն պրոպագանդան, չէ, շատ բան է անում, չէ, բոլոր դեպքերում։ Հիմա ուզենք թե չուզենք։ Երազախապության զոհերն են դարձել։ Տեսեք, ասում են Ռուսաստանը զենքերը չտվեց, Ֆրանսիայից զենք է գալիս, Հրետանի ենթադրենք ուղարկել է, արկերի արտադրություն Հայաստանը պատրաստ է դնել, որպեսզի հասկանանք, որ իր հրետանային համակարգը սկզբունքորեն մեր պաշտպանության համակարգը ուժեղացնում է, իհարկե ոչ։ Լավ, ինչ ենք մենք, ասում եմ շատ գնահատում եմ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, եղած աջակցության համար էլ շատ շնորհակալ եմ։ Բայց դա անվտանգության երաշխիք չի։ Ես ուզում եմ սև սպիտակ չնայենք, որ Ֆրանսիան բազմաթիվ հարցերում մեզ աջակցում է, դա դրա համար եւ երախտապարտ ենք եւ շնորհակալ ենք։ Որ հարցերում, այ դա էլ ճիշտ ենք ձեզ հետ։ Չընդհանրապես գլոբալ եմ ասում։ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանին բարեկամ դիրքավորված երկիր։ Չէ, ասպանության հարցում, ճանաչման հարցում, ենք բան, հետո չմոռանանք, որ երկրաշարժից հետո շատ մեծ դերակատարություն ունեն տարբեր հարցերում։ Ի վերջո դե ամենակազմակերպված գաղթօջախներից մեկը ունենք եւ պետության հետ շատ նորմալ շփվում են այդ մարդիկ։ Բայց կներեք, հակառակ հակադարձումների մանեմ նաև պատմությունից ես ինքս ուսումնասիրելով որոշ չափով գիտեմ, որ նաև բացասական էջերել են եղել, ասենքն Կիլիկյան Հայաստանի խավորությունը ստանձնել, հետո կուրնատվել։ Արցախի կործանման խավորներից մեկը եղել է Մակրոնը։ Դուք քաղաքական իմաստով համարում եք, որ Մակրոնը անկախ Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ ունեցած իմ ակնածանքից ամենայն հարգանքով իրենց մշակույթի քաղաքակրթության հանդեպ, որը շատերիս համար ձգող քաղաքակրթական արժեքներ են, Մակրոնը, նախ ես Մակրոնին Ֆրանսիայի ժողովրդի կտրվածքով, Ֆրանսիայի համար համարում եմ թյուրիմացություն որպես նախագահ, Ֆրանսիայի պատմության ամենաթույլ նախագահներից մեկն է։ Ուզում եմ հիշեցնեմ, ինչպիսի նվաստացուցիչ շարժումներ էր նրա այդ հանդիպման ժամանակ անում Էրդողանը։ Հիշում եք, միջնամատը բռնել էր, բաց չէր թողում։ Ասենք տարբեր այլ բաներ։ Բայց գիտեք, ես ուզում եմ Ֆրանսիայի նկատմամբ մեր վերաբերմունքը
տարբերակենք Ֆրանսիայի գործող իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքից։ Ոնց որ մենք շատ օտարերկրացի մեր բարեկամների խնդրում ենք չհամարել, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանն է։ Էլի եմ ասում, հայ-ֆրանսիական հարաբերությունները իրենց խորքով։ Եկեք տարբերենք այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից Մակրոնի կամ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքից։ Այսինքն դուք տեսնում եք ներքին դաշտում որոշակի շարժեր եւ հուսադրող շարժեր ընդդիմության շահերից բխած, որոնք կարող են փոխել այս ընթացքը։ Դիմաց ազգային ժողովի ընտրություններ են։ Այո։ Բարեբախտաբար 3 խոշոր կոնսոլիդացիոն կենտրոն ընդդիմության ձևավորվել է, որոնցից մեկի ներկայացուցիչը ես եմ։ Այդ երագլուխ հրեշը չէ, ոնց որ ասում են իշխանական, չէ, շրջանակները։ Երբ որ Ալիևի մեջլիսի ծաղրածուն ինչ-որ բան է ասում, չեմ կարծում, որ պետք է շատ լուրջ վերաբերվել իր ձևակերպումներին։ Ինչևէ, 3 խոշոր ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոն կա, որոնց հիմնական առաքելությունն է առաջիկա քարոզարշավ օգտագործել հասարակական սուբյեկտիվությունը մեծացնելու եւ հնարավորինս շատ մարդկանց տեղամասեր բերելու համար, հունիսի 7-ին։ Եթե ընտրությունների մասնակցի 1.350.000 գերազանցող մարդ, մոտ ընտրողների 60%-ը, փոփոխությունները անխուսափելի են լինելու Նիկոլ Փաշինյանի առանցում կանխորոշված։ Եթե մասնակցությունը քիչ եղավ 50%-ը չգերազանցող, մեծանում է գործող իշխանության վերարտադրության հավանականությունը։ Ամենամեծ ինտրիգը, դեռ արդեն ցուցակներն էլ են պարզ, վարչապետի տեխնացուներն էլ են պարզ, ամեն կուսակցության կամ նախընտրական միավորի մարտավարությունն էլ քիչ թե շատ հասկանալի ռազմավարական նպատակներ, այսինքն բաց կարտերով խաղի փուլ ենք մտել եւ միակ ինտրիգը, որ մնում է, հետեւյալն է, ընդդիմությունը իշխանությունը ձգտում է իջացնել հասարակական մասնակցության ակտիվությունը, որպեսզի վարչական ռեսուրսը շատ մեծ դեր խաղա, ընդդիմությունը պետք է անի ճիշտ հակառակը։ Տեսեք, Հունգարիայում եւ Բուլղարիայում անկախ դրան այդ ընտրությունների առանձնահատկություններից, աշխարհաքաղաքական տարբեր ընկալումներից կամ համաեվրոպական մասշտաբի համաեվրոպական դիտանկյունից դրանց նշանակության, այս բոլոր տարբերությունները թողնում ենք մի կողմ։ Բուլղարիայի Հունգարիայի ընտրությունները ինչի մասին էին, ինչ հուշեցին։ Փոփոխություններ եկան երկու երկրներում էլ մի ընդհանուր հատկանիշի շնորհիվ։ Այս ընտրական ցիկլերում եւ Հունգարիայում եւ Բուլղարիայում ընտրողների մասնակցությունը նախորդ ընտրությունների համեմատ եղավ +10։ Հիմա մեր մոտ 49 քանիս է եղել նախորդ ընտրությունների մասնակցությունը։ Եթե այդ թիվը հասնենք 60-ի, դա նշանակում է ավանդապար տանը մնացած ընտրողների մի մասի տեղամաս գալ։ Փոփոխությունները դառնան անխուսափելի։ Դուք անմիջականորեն շփվում եք ձեր դաշինքի շրջանակներում, արդեն սկսված նախընտրական այս շփումների շրջանակներում հանրության հետ, պարզ հայ մարդկանց հետ, քաղաքացիների հետ։ Իշխանափոխության հոտը զգում եք, թե չէ, պարոն Սուրեն։ Տեսեք, հասկացա ձեր հարցի տողատակը, հասարակության մեջ լատենտ շատ մեծ դժգոհություն կա իշխանություններից։ Շատ կարճ զրույցի ընթացքում այդ բացահայտվում։ Այլ խնդիր է, որ հասարակությունը դերևս չի գտել այն ընդդիմադիր ուժին կամ ուժերին, որոնց անվերապահ կվստահի եւ այդ փոփոխությունները դառնան իրականություն։ Այսինքն կա դժգոհություն, իրենց դժգոհության տրանսլյատորին են փորձում գտնել։ Եթե առաջիկա մի ամսում ընդդիմադիր ուժերը կամ ուժերից մեկը կարողացավ այդ խնդիրը լուծել եւ հասարակության վստահություն ունենալ, փոփոխությունները կլինեն։ Եթե չկարողացավ գտնել, կունենանք լեգիտիմությունից կախ թույլ իշխանություն, վերարտադրված, որը երկարքանք իհարկե ունենալ չի կարող, բայց խորացնելու է արտաքին ռիսկերը երկրի շուրջ եւ ներքին անկայունությունը։
Բազմաթիվ արդեն այսպես ասած ձեր դաշինքի շրջագայությունների պայմաններում ես հետևում եմ ժամանակ առ ժամանակ, հատկապես ժողովուրդը ինչից է դժգոհ։ Եթե ասում եք դժգոհ, անարդարությունից, սոցիալական են ավելի շատ, թե անվտանգային մտահոգություններ էլ ունեն, բայց սովորական հայ մարդուն ավելի շատ իր կյանքի որակի արդարության դեֆիցիտի հետ կապված հարցն է։ ոչ թե չէ, ավելի շատ այսպես Արցախը, տարածքային Գիտեք, կորուստները։ մեր ընտրողները շատ ավելի ռացիոնալ են նայում, իրանք շեշտը դնում են առաջին հերթին ներքին խնդիրների լուծման վրա, դե անգամ ենթագիտակցական մակարդակում գիտակցում են, որ եթե ներքին խնդիրները չլուծվեն, արդարությունը չվերականգնվի, ներքին համերաշխությունը չվերականգնվի, ոչ մի հավակնորդ արտաքին ծրագիր իրականացնել չես կարող։ Որպես ձեր դաշինքի ամենակարևորագույն դեմքերից մեկը բացահայտել ձեր դաշինքի ծրագրերը։ Մի քանի կետով, որտեղ մենք մի կուսակցական ցուցակով ենք, 3 կետ կնշեմ։ հա, խնդրեմ։ Դա երաշխավորված խաղաղության մոդելն է։ Մենք կարծում ենք, որ այսօրվա նվաստացուցիչ մոդելը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում գած պիտի փոխարինվի այնպիսի մի մոդելով, որն իր մեջ պարունակի միջազգային դերակատարների եւ նրանց երաշխիքների, որովհետեւ ուժային դիսբալանսի պայմաններում, եթե չկան զսպող եւ վերահսկող մեխանիզմներ, բանակցությունները նմանվում են կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի։ Այն ինչ որ այսօր մենք տեսնում ենք։ Ուրեմն առաջին կետը դա է։ Կարևոր տեղ եկա, կներեք։ Զիջումներին հակադրում ենք, միակողմանի զիջումներին հակադրում ենք երաշխավորված խաղաղության մոդելը։ Դա գերտերությունների կներեք, այ կարևոր տեղ եկաք ինձ հետաքրքրեց։ Այսինքն երաշխավորված խաղաղություն, իշխանությունը ասում է այդ երաշխավորված խաղաղությունը նախկինների, ձեզ էլ է համարում այս մասնավորապես Սարոկյանի նախկիններից, որ այն նախկինները այդ երաշխավորվածի մեջ տեսել էին միայն Ռուսաստանի եւ դա ի վերջո չբերեց բացարձակ ստում են իրենք, որտեւ այդ նախկինում միջազգային երաշխիքներ ասելու նկատի միջազգային երաշխիքներ ասելով եւ միջազգային ձևաչափ ասելով նկատել առնում Մինսկի խմբի համանախագահությունը, որը բաղկացած էր աշխարհաքաղաքական բոլոր ազդեցիկ կենտրոնների ներկայացուցիչներից եւ շատ բալանսավորված լուծում էր եւ բացառում էր այդ միակողմանի կախվածությունները։ Այդտեղ որոշումների մեծ մասը կոնսոլիդացված էր, սա մեկ։ Դա բացարձակ սուտ է։ Երկրորդը իրենք այդ թեզերը հորինում են պատերազմի պարտության պատասխանատվությունից խուսափելու համար։ Ուրեմն մեր երկրորդ կարևորագույն թեզը ներքին համերաշխությունն է։ Առանց դրա վերականգնման մենք չենք կարող լուծել ներքին եւ արտաքին այս խնդիրների համախումբը։ Բայց դրա համար պետք է մի քանի սկզբունք գերիշխի՝ արդարություն, մերիտոկրատիա, այսինքն արժանավոր մարդկանց գնահատում, հարային հաշվետվողականություն ունեցող պետական ինստիտուտների առկայություն։ Եվ երրորդ կարևորագույն կետը մեր ընդհանրապես մեր ծրագիրը։ Դուք ավելի համեստ եք, մի քիչ հումորով ասեմ, չէ՞, Սամվել Կարապետյանը 5 կետ է առաջարկում։ Չէ, մենք 10 առաջարկ կա մերը, բայց ես գլոբալ 3 թեզերն եմ նշում։ Երրորդը մենք բարեկեցիկ հասարակության մոդելն ենք առաջարկում, այստեղ շատ կարող եմ բացել փակագծերը, այս կեղեքված հասարակության պատկերի որպես հակադրություն։ Գիտեք, օրինակ մեր ծրագրում կան շահութահարկի բարեփոխման մեխանիզմներ վերաբերելի միջին եւ փոքր բիզնեսին։ Այդտեղ տարբեր շրջանառությունների դեպքում մենք շահութահարկի որոշակի չափ ենք առաջարկում կիրառել։ Սա շատ կարևոր է փոքր միջին բիզնեսի կայացման եւ զարգացման համար։ Մենք մեգանախագծերի վրա ենք շեշտը դնում։ Մենք հատիսի մեգանախագիծը կա, Հիսուս Քրիստոսի արձանի հետ կապված առաջարկում ենք այլ մեգանախագծեր եւս։ Եվ մենք զբոսաշրջության ավելի շատ միտված զարգացման ոչ միայն թե զբոսաշրջությունը զարգանում է մյուս կողմից այդքան փող է մտնելու երկիր, որը մուլտիպլիկատոր էֆեկտով բերում է բանի։ Քիչ բան չի։ Մենք պետական բուհերում
միայն անվճար կրթության, այսինքն անվճար կրթության անցնելու էտապային ծրագիր ունենք։ Մենք կարծում ենք, որ կենսաթոշակների չափը մինիմալ զամբյուղի հետ համընթաց պիտի լինի եւ ինֆլյացիայի միտումները պիտի ամեն տարի հաշվի առնելով կենսաթոշակի չափ ֆիքսվի եւ այսպես կարող եմ ժամերով մեր ծրագրերից խոսել։ Դեպքում 4 կետ նշեցիք, որոնք բոլոր դեպքերում կարող կարող են այդ մնացած կետերի մասին էլ երևի թե ավելի դեպի ինտրուդյություններ ես հուսով եմ կհանդիպենք եւ ավելի կմանրամասնենք, բայց ժողովուրդը այսօր ընդունում է առարկայական մոտեցումներ, որպես կոնկրետ թիրախային չէ մոտեցումները եւ փորձում է գտնել դրանց մեջ իր հարցերի պատասխանները։ Շնորհակալություն այսօրվա մեր զրույցի համար, շնորհակալություն, որ եկաք եւ արտահայտեցիք ձեր տեսակետները։ Սիրելի բարեկամներ, Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր ստուդիայում էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, կրկին դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր հետևում են մեր ալիքի թողարկումներին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։